Այսօր Կենտրոն եւ Նոր Քմարաշ ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թահոմյանի գործով դատավարությունը։ Ազատություն ռադիոկայանի այն հարցին, թե մամուլի համար հայտարարություն չունի անելու, Թահոմյանը պատասխանեց. Ժամանակը կա կանենք։ Նշենք, որ Թահոմյանի մեղադրանքում կա երկու դրվագ, որոնցից մեկը վերաբերում է Արաբկիրում տեղի ունեցած սպանությանը, իսկ մյուսը Գավառում տեղի ունեցած սպանության փորձին։ Մասնավորապես, ըստ դատախազության, Գավառում 2009-ին սպանության փորձ իրականացրած անձանց քրեական պատասխանատվությունից զերծ պահելու դիտավորությամբ տեղեկացված լինելով, թե ովքեր են կատարել հանցագործությունը, ինչպես նաև իմանալով, թե որտեղ են թաքցված հանցագործության գործիք հանդիսացող զենքերը, Թահոմյանը ձեռնպահ է մնացել տեղեկությունները ստուգելու եւ հանցագործության գործիք հանդիսացող զենքերը հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ հետախուզական աշխատանքները կազմակերպելուց։ Ավելին, ըստ դատախազության, Թահոմյանը նաև ոչնչացրել է սպանության փորձ իրականացրած անձանց առնչությունը հաստատող տեղեկություններ պարունակող հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ամփոփագիրը։ Այս գործից բացի, ըստ դատախազության, Թահոմյանը 2010 թվականին Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած սպանության գործով թաքցրել է վերոհիշյալ հանցագործության կատարմանը մասնակցություն ունեցած անձին։ Վերադառնալով այսօր մեկնարկած դատական առաջին նիստին, նշենք, որ նիստը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը նախ ներկայացրեց գործով մեղադրյալներին, ապա ճշտեց Թահոմյանի ինքնությունը։ Հովհաննես Թահոմյան 1952 թվականի ապրիլի 25-ին Վրաստանում։ Անձնագրեր դուրում քաղաքացիություն, բարձրագույն կրթությամբ ունեմ երկու երեխա, տղա եւ աղջիկ 13 տարեկան։ Աղջիկը դարձած։ Ոչ։ Աշխատել եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ։ Ունեմ շատ պարգևներ, այդ թվում կառավարական։ Թահոմյանի փաստաբան Վաղինա Գևորգյանն էլ հավելեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը 2008 թվականին ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար Թահոմյանը պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով։ Պարզվեց նաև, որ Թահոմյանը պարգևատրվել է մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով։ Մարդասիրական սկզբունքների հաստատման, գիտամանկավարժական գործունեության եւ հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար մեծ մարդասեր խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով։ Դատական նիստի ընթացքում մեղադրյալներից Վահան Խանզադյանի պաշտպանը, ով նոր էր ներգրավել գործում, իբրև հանրային պաշտպան, դատարանից խնդրեց իրեն ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար։ Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ հաջորդ նիստը հետաձգեց մինչեւ մարտի 6-ը։ Իդեպ, նկատենք, որ Հովհաննես Թահոմյանի երկու պաշտպաններն էլ այսօր հրաժարվում էին պատասխանել մեր հարցերին, ինչպես Վաղինա Գևորգյանն ասաց, իրենք Թահոմյանից հանձնարարություն են ստացել չխոսել։ Այս պահին ներող եղեք, բայց ոչինչ չեմ ասելու։ Հանձնարարությունն այդպիսին է, ուրեմն ես էլ բարեկից մարդ եմ ու պետք է կատարեմ։ Այ երբ որ դատականությունը կսկսի, ինքը կասի բոլորը տեղակալվեք, էլի։ Լավ։ Դատականությունը սկսի, ինչ որ անհրաժեշտ է կասի։ Իր իրավունքներից կօգտվի պարտականություններով հանդերձ։ Խնդիր չեմ տեսնում։ Մաշտոցի այգում արդեն 6-րդ օրը նստացույցի մասնակցող բնապահպաններին հաջողվեց այգուց հեռացնել բեռնատարը, որը ապագա կրպակի տարածքի համար բետոն էր բերել։ Բնապահպաններն արգելեցին Սահակյան-Շեն ընկերությանը պատկանող բեռնատարին մոտենալ կիսակառույցին։ Նրանք կանգնել էին ավտոմեքենայի առջև ու թույլ չէին տալիս, որ այն առաջ շարժվի։ Ինչքան պետք լինի, այս այնքան էլ հեշտ չի մեզանից ազատվել։ Ակնհայտ է, որ նա ապօրինի կառույց է։ Ո՞նց եք հանելու մեքենաս։ Ո՞նց չենք հանելու մեքենաս։ Մնալու ազնես։ Առայժմ դադարեցին։ Բետոնը կարող է թողենք մնալ։ Կարեք ուրիշտեղ օգտագործեք, որտեղ կարիքը կա։
Մի քանի ժամ մնալով այգում բեռնատարն այդպես էլ չկարողացավ մոտենալ ապագա կրպակի տարածքին։ Ակտիվիստներից Արմո Սաֆարյանն Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենք կշարունակեն պայքարել Մաշտոցի այգին բետոնապատումից փրկելու համար, թեև քաղաքապետարանի աշխատակիցները հայտարարել են, որ այգում կրպակներ պետք է տեղադրվեն։ Նախատեսվում է, որ այդտեղ հայլային սկզբունքով սիմետրիան պետք է պահպանվի եւ փաստորեն այստեղ էլ պետք է շարունակվի նույն կրպակները։ Բացառիկ խախտումներ են տեղի ունեցել, բացարձակ խախտումներ են տեղի ունեցել եւ այս տարածքի կառուցապատումը այսօր տեղի է ունենում թե մեր օրենքներով, թե միջազգային օրենսդրության պահանջների խախտումներով է։ Դրվել է դեռ եւս 2003 թվականին, բայց այսօրվա այս շինարարության համար, որը նորից եմ ասում, չի համապատասխանում այդ կադաստրային վկայականի տվյալների հետ, այդ հատակագիծը, որը տրված է 2003 թվականին եւ 2011 թվականի հատակագիծը իրարից տարբեր են։ Իրենք ասում են ժամանակավոր, բայց մենք բոլորս էլ ժամանակավոր ենք այս կյանքում։ Հա? Այլընտրանքային բան ենք այգու։ Այլընտրանքային ծրագիր ենք առաջարկում։ Ծրագիր, այո։ Առաջարկում այգին դարձնել այսպեսին, գնացեք ինչպեսին։ Ճարտարապետ Վարդան Փելեսյանն այգում կառուցված շինություններից մեկի պատին էր փակցրել իր նախագիծը, որով նա առաջարկում է Երևանը դարձնել ջրային քաղաք։ Ճարտարապետն Ազատություն ռադիոկայանին ասաց, թե իր նախագիծը ներկայացրել է Երևանի քաղաքապետարան, որտեղից սակայն պատասխան դեռ չի ստացել։ Ճարտարապետն ասում է, թե քաղաքապետարանը կարող է նման նախագծի շնորհիվ չվնասել կանաչ տարածություններն ու այգիները ու շահույթ ապահովել։ Հաշվելու շատ հեշտ է։ Նայեք այս այգինը, ինչ որ կա։ Ստեղ Վարդան Մամիկոյանը ստեղ թունել է։ Այս կապուտները ջրավազաններն են, մոտ 8000 մետր քառակուսի էր։ Եթե դրանք տանք այսպես ոգևված կառուցապատողներից որ մեկին երկարաժամկետ, ասենք մետր $400-500 $8000-ը բազմապատկելու դեպքում ստանում ենք 3-4 միլիոն $, օթից, որովհետև ոչ մի հետևորդ տարածք չի վաճառում։ Միայն այդ բարձունքի վրա եղածներն են, որոնք անտերեն կդառնան ջրային տենց շքեղ միջավայր, սենց բաներ։ Կառավարության շենքի մոտ հավաքված տասնյակ քաղաքացիներ դժգոհում էին ոչ միայն պետության կարիքների արտահայտությունը շահարկելով 2004 թվականին կառավարության որոշման վկայակոչմամբ իրենց փաստորեն մինչ օրս անտուն թողնելուց, այլև կենտրոն եւ Նոր Քմարաշ վարչական շրջանների դատարանի երեկվա որոշումից։ Դատավոր Մխիթար Պապոյանը երեկ մերժել է կառուցապատող Grand Invest-ի փոխտնօրեն Սիմոն Աղազարյանին կալանավորելու միջնորդությունը։ Նշված ընկերությունը դեռ 2004 թվականին կնքված պայմանագրով է պարտավորվել մասնավորապես Բուզանդի բնակիչների սեփականությունը հանդիսացած տարածքում կառուցվող, այսպես ասենք, էլիտար շենքերից հատկացնել բնակարաններ։ Նրանք բողոքում են, բավարար չէ, որ կառավարական մակարդակով նախատեսված կառուցապատման միջոցով խարդախություններ են տեղի ունեցել, այդքանից հետո էլ խարդախության մեջ մեղադրվողը նախկինում ոստիկանությունում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Սիմոն Աղազարյանը չի կալանավորվում։ Այսօր Սիմոն Աղազարյանը ազատության մեջ է եւ շարունակում է կատարել իր խարդախությունները, բազմապատկելով զոհերի քանակը։ Մեր շենքը կիսավար է։ 2006 թվականի պայմանագիր են կապել, մինչև այսօր շենքը չի կազմում։ Ընտանիքի 13 անձերով ապրում ենք Վարշավ տարբեր տեղերով։ Մինչև այսօր մի դրական պատասխան չկա, այդ շենքը երբ է վերջացվելու, մենք տեղափոխվենք։ Ոչ վարձ են տալի, ոչ ինչ են տալի, ոչ Քաղաքացիները փաստում են, որ ժամանակին իրենց սեփականությունը հանձնելով կառավարությանը տարիներ շարունակ արժանանում են այդ նույն կառավարության մեղմ ասած անտարբերությանը։ 5 տարի է բնակված չեն տալի ոչ էլ տուգանքները, ուշացած օրվա համար։ Դատարաններն էլ իօքուտ կառուցապատողներին որոշ վճիրներ են կայացրել։ Կենտրոնի նախկին բնակիչները հիշեցնում են, որ այս պատմությանն առնչություն ունեցած եւս երկու, այսպես ասենք, գործարար Գագիկ Պապոյանը եւ Պավել Անդերսոնը ավելի վաղ իրավապահների գիտությամբ փախել են Հայաստանից։ Տեղեկացնում ենք ոստիկանապետին, հատուկ քննչական վարչության պետին, հանրապետության նախագահին, գլխավոր դատախազին, որ այո, Սիմոն Աղազարյանը խարդախության այդ ռեկորդագիրը պատրաստում է հանրապետությունից փախչել։ Եթե նրանք թույլ տվեցին հերթական անգամ Սիմոնը եւս փախչի, կնշանակի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է բոլոր մեր իրավական համակարգի վրա։
Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ներկայացմամբ Նաիրիտի նոր կառավարող ընկերության ընտրությունը մտել է ավարտական փուլ եւ արդեն առաջիկա ամիսներին ընտրությունը կկատարվի ու Նաիրիտը վերստին կսկսի աշխատել։ Մի քանի ամիսների ընթացքում։ Այս տարի մի քանի ամիսների ընթացքում։ Արմեն Մովսիսյանը ասաց, որ ներկայում Նաիրիտով շահագրգռված են 4 ընկերություններ, որոնցից մեկն էլ ընտրվելու է, սակայն չհրապարակեց այդ ընկերությունների անունները։ Քանի որ բանակցային փուլում է չասելիք էթիկայի մեջ չէ։ Շուտով կլինի 2 տարի, ինչ Նաիրիտը չի աշխատում, իսկ մոտ 3000 աշխատակիցներն էլ ամիսներով աշխատավարձ չեն ստանում եւ ժամանակ առ ժամանակ կազմակերպում են բողոքի ակցիաներ։ Նախարարը խոսեց նաև Քաջարյան գյուղին առնչվող խնդրից, ասաց, որ առաջիկայում կառավարությունը մի որոշում կընդունի, որը կհետաձգի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին գյուղի հողերի օտարումը, մինչև որ բոլոր կողմերի համար ընդունելի որոշում չկայացվի։ Քաղաքացիների շարունակական բողոքներին, թե գազի կալորիականության որակի նվազում է նկատվում, Հայրուս Գազարդ ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Շուշան Սարդարյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրեց, որ գազի որակի նվազման մասին խոսակցությունները անհիմն են։ Հայաստան ներկրվող բնական գազի չափումները իրականացվում են հայ-վրացական սահմանին, կողմի գազաչափման հանգույցում, որտեղ ասեմ արդիական տեխնոլոգիաներով հագեցած կայան է դա, եւ բնականաբար այդ չափումները արձանագրված են համապատասխան փաստաթղթերով եւ ամենայն պատասխանատվությամբ մեր ղեկավարության անունից ես հայտարարում եմ, որ առնվազն վերջին մի քանի տարիների ընթացքում 8000 կալորիայից ցածր ջերմատվությամբ գազ Հայաստան չի ներկրվել։ Սարդարյանը նաև հողում կատարեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից պարբերաբար կատարվող փորձաքննություններին, որոնց նպատակը հետևելն է, որ գազի որակը համապատասխանի վճարվող գնին։ Եթե սովորական բաժանորդները վճարում են նույն գինն անկախ գազի կալորիականությունից, ապա մեծածավալ սպառողների համար գազի գինը կախված է կալորիականությունից, հետևաբար նրանք շահագրգռված են որակյալ գազ ստանալու մեջ։ Այնպիսի մեծածավալ սպառողներ, ինչպիսիք են Երևանի, Հրազդանի ջեկերը, Արարատ ցեմենտը, հենց այս նպատակով էլ հիմնել են սեփական լաբորատորիաները, որտեղ ստուգվում է գազի կալորիականությունը, ասում է լիցենզավորման գործունեության մոնիթորինգի եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը։ Նա, ինչպես եւ Հայրուս Գազարդի ներկայացուցիչը, վստահեցնում է, որ կալորիականությունը սահմանվածից կարող է ավելի լինել, բայց պակաս չի լինի։ Սակագների սահմանման ժամանակ կալորիականությունը ընդունվել է 7900 կիլոկալորիա մեկ նորմալ խորանարդ մետրի համար, սակայն փաստացի այս ժամանակահատվածում մեր մոտ 7950-ից մինչև 8500 այս սահմաններում է տատանվել գազի կալորիականությունը։ Եվ այս սահմանի տատանումը որոշ մարդկանց մոտ կարող է նաև առաջացնի այն նման բողոք։ Պարողների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանն էլ մեզ պատմեց, որ շուրջ 2 տարի առաջ իրենք դիմել են Հայրուս Գազարդին, կանչել են նրանց շարժական լաբորատորիան եւ տեղում ստուգել գազի կալորիականությունը։ Խախտումներ չեն գրանցվել։ Դեկտեմբեր ամսին գազամատակարար ընկերությունը իր հաշվետվության մեջ գազի ջերմատվության միջին արժեքը նշում է մոտ 8200, ինչը 300 միավորով ավելին է սահմանված մինիմումից։ Այցելեցինք Երևանի Նորարեշտ թաղամաս, մեզ հետ զրույցում բոլոր բնակիչները նույն բողոքն ունեին։ Ամանորի օրերին գազի որակի նվազում են նկատել։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էլ գազի ամսական վարձն անհամեմատ շատ է կազմել։ Որ ասեմ նոր տարվա ընթացներում ավելի շատ շատ դժվար էր վարվում, ասենք, ոնց որ հանգելու է հես այդ գազը, ասենք, եւ ինձ որ բացպես այնդ շարթալով ոտ կա մեջ ինչ կա, չգիտեմ, ես իրանց էլ եմ ասել, ասենք, տեսուչները որ գալիս են, բայց ասում են դե ժողովուրդը իրանց էլ են երևի մենակ ես չեմ որ այդ հարցը տվել եմ։ Ոգին են միշտ էլ ասում, ինչքան էլ ասում ես խնայես, բայց դե չգիտեմ, դա որակից է կախված, այդ ասենք Արմեն Աշճանից է կախված, որ ասենք այդ ձևավարվում է, ամենայն դեպս բոլորն են բողոքում, դե շրջապատը բանը լսում ես հարևաններին, բանեն, ծանոթներին։ Ավոր է էլի, որակ չունի вообще։
Ամիսը մի 40,000-ի վարում ենք, չենք է թականում, ուճուր տները։ Օրինակ վերջի անգամ, վերջի ես հունվար ամսվա համար 77,000 դրամ։ Ջեռուցումը հետը այդքան։ Իսկ նախորդ տարիներին ինչքան եք վճարել, կա ինչ-որ տարբերություն։ Տարբերություն կա, օրինակ նախորդ տարիներին մոտավորապես երևի 60-ի կարգի, 65, 66, այդպես։ Նույն տեմպո, նույն ձևով, նույն գործողությունն ես անում, բան չի ավելանում, բայց ամառվա ընթացքում այդքան շատ չէր ծախսվում։ Բոլորն էլ ասացին, որ շատ տնեց գազի որակներս երևի թե ընկած։ Այլման ասենք իր նույն մի ժամվա ընթացքում պատրաստվող բանը, ասենք ժամուկես կարող 2 ժամ տևեր։ Բաց ենք վառում, որ ամիսներ շատ եք է։ Նոյեմբերին, հա։ Ինչքան եք վճարում սովորաբար։ Սովորաբար ինչքան էր եկել։ Մենակ բարոյական 77,000 եք եկել։ Սանդելու բան այլի։ 5 ամիս առաջ Երևանում բացվեց նոր հեծանվահրապարակը։ Դեռ այն ժամանակ Մաքս Լիբերթիին տեղեկացրել էին, որ դրա ծածկի հետ կապված խնդիրներ կան։ Ծածկը, որ պետք է ծածկվեր հեծանվահրապարակը, մոտ 8 մետր լայնությամբ պակաս է արվել։ Այսինքն ձյան կամ անձրևի պարագայում հեծանվահրապարակի փայտերի վրա նրանք նստում են, ձյունը նստում է անձրևը իհարկե թրջում Եվ 4 ամսից հետո արդեն փայտը սկսում է իր որակները կորցնել, այսինքն բարձրանում են իրանց սահմանված տեղից եւ դա վտարային սիտուացիա է ստեղծում։ Հեծանվահրապարակի տնօրեն Աշոտ Խաչատրյանը նշեց, որ Վրաստանում կառուցված հեծանվահրապարակի փայտից վազքողին մոտ 1 տարվա ընթացքում շարքից դուրս է եկել, որքան կապրի մեր կիսաբաց ծածկով վազքողին։ Իմ կարծիքով սա երկար չի տևի, մենք պետք է ճիշտ է, մենք կվերանորոգենք, վերանորոգման աշխատանքները տանünk, մարզումների համար սա կարող կծառայի, բայց միջազգային կարգի խոշոր մրցումներ անցկացնելու համար ոչ։ Հեծանվահրապարակը կառուցած իտալական Ռենկո ընկերության հասարակության հետ կապերի պատասխանատու Իվան Մարինոն Մաքս Լիբերթիին փոխանցեց, որ ընկերությունը կատարել է պայմանագրով նախատեսված իր բոլոր պարտավորվածությունները։ Ավելին, նրա խոսքերով վերջնական հանձնման ակտը ստորագրվել է 2011 թվականի դեկտեմբերի 30-ին, որը ստորագրել են Հեծանվասպորտի ֆեդերացիան, քաղաքապետարանը, ոստիկանությունը եւ մի քանի այլ կազմակերպություններ։ Մենք մինչեւ այժմ ֆեդերացիայով մեր ստորագրությունը չենք դրել հանձնման ակտի տակ, որովհետև մեր կարծիքով մինչև թերությունները չվերացվի եւ հեծանվահրապարակը չհամապատասխանի միջազգային ստանդարտներին, մենք իհարկե դեմ կլինենք, որ այդպես շահագործվի։ Ինչ վերաբերում է ծածկին, Իվան Մարինոն ասաց, որ պայմանավորվածություն ունեն, որ գարնան սկզբում կրկին ստուգելու են այն եւ անհրաժեշտության դեպքում շտկեն թերությունները, իսկ վազքողու փայտին 10 տարվա կյանք խոստացավ, նույնիսկ եթե դրա վրա ձյուն եւ անձրև կա։ 5 ամիս առաջ հանդիսավոր կերպով բացված հեծանվահրապարակը շահագործման է հանձնվել միայն 2012-ի հունվարի 1-ից, այսինքն գործնականում մարզիկները հեծանվահրապարակում սկսել են մարզվել 1.5 ամիս առաջ, բայց Ալբերտ Սոլոյանի խոսքերով այժմ վազքողու վրա մարզվել հնարավոր չէ։ Եթե ասում եմ այդ թռիչքը 8 մետր պակաս չանեին եւ համապատասխանեն միան մեջտեղի մասը ազատ լիներ եւ համապատասխաներ միջազգային ստանդարտներին, իհարկե ձմեռվա պայմաններում նույնիսկ կարելի է մարզումներ անել։ Մարզվել են մինչեւ ձյուն կամ անձրև։ Գիտեք, ես տարօրինակ բաներ է կատարվում, որ բացումի ժամանակ մենք միայն 2 օր մարզվեցինք բացումից առաջ եւ բացման օրը։ Դրանից հետո այդ կարգավիճակը ոչ Հայաստան մարզական միության, ոչ քաղաքապետարանին լինելով մեզ արգելվել էր այնտեղ մարզումներ անցկացնել։ Քանի որ վազքողու վրա այժմ մարզվել հնարավոր չէ, հեծանվահրապարակի տնօրեն Աշոտ Խաչատրյանը նշեց, որ հեծանվորդները մարզվում են մարզասրահներում, հատուկ սարքավորումների վրա, որոնց մի մասը դեռ պետք է բերվի, իսկ վազքողին ժամանակ առ ժամանակ ձյունից մաքրվում է։ Մաքրվում է, եթե ձյունը նոր է գալիս, եթե երեկոյան ձյուն է գալիս եւ ձյունը սառել է, ապա դա փայտ է, չի կարելի մաքրել։ Մաքրելու ժամանակ մենք փայտը կվնասենք։
Առաջիկա 2 օրերին դուք կարող եք այցելել թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ, տոմսի փոխարեն մեկական կամ եթե կամենում եք մի քանի գիրք նվիրելով տվյալ մշակութային հաստատությանը։ Այսօր առավոտվանից մայրաքաղաքի եւ որոշ մարզերի մշակութային կենտրոններում սկսվեց մուտքը գրքերով խորագրով ակցիան փետրվարի 16-ից 18 ընկած ժամանակահատվածում։ Այն նախաձեռնել են ֆլեշմոբ դիվիզիայի դասարդական կազմակերպությունը եւ մշակույթի նախարարությունը։ Ես գրեմ նոր։ Աշոջակ, լուսինեն քեզ հետ, աշոջ լուսինեն քեզ հետ, հա։ Մի գրքով մի անգամ իրավունք ունեմ մտնելու թանգարան, հա։ Ակցիայի նպատակն է համալրել մարզային եւ սահմանամերձ շրջանների համայնքային գրադարանները գրքերով։ Այսպիսով, դուք կարող եք վերցնել ցանկացած գիրք կամ գրքեր, թե հայերեն, թե տարբեր լեզուներով մակագրել եւ հենց որևէ թանգարանի կամ թատրոնի տոմսարկում հանձնելով գիրքը ստանալ մուտքը գրքով տոմսը եւ շրջել։ Ավելի քան 17 թանգարաններում այս ակցիայի շրջանակներում ընդգրկված կամ էլ դիտել ներկայացում կամ ունկնդիրը դառնալ որևէ համերգի։ Այսօր առավոտյան Մայրաքաղաքում ակցիան սկսվեց Չարենցի տուն թանգարանից։ Ոնց է գնահատում այս ակցիան։ Լավ, քանի որ եւս մեկ անգամ հնարավորություն ունենք գիրքը երևի առաջ քաշել։ Դե պատահական չէ, որ այս միջոցառումը մուտքը գրքով տեղի ունենում պապիկիս տանը։ Ինքը շատ կապված է եղել գրքին իր ամբողջ կյանքում։ Նա պաշտել է գիրքը, պատահական չէ, որ ասել է, որ գրքերի աշխարհը տիեզերք է անեզեր։ Ինքը իր գրադարանում ունեցել է 6000 կտոր գիրք, որից դժբախտաբար այսօր մնացել է 1444-ը։ Չարենցի տուն թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանն էլ ներկայացնում է թանգարանի հրատարակած այս տարվա գրքերը Չարենցի 115-ամյակի առիթով։ Գրքերը նախատեսված են դպրոցականների եւ ուսանողության համար։ Ըստ որում այնտեղ նրանք առնելու են այնպիսի նյութեր, որոնք ոչ մի գրականագետ դեռևս չի հրատարակել, փաստեր, որոնք պահպանվում են մեր թանգարանի ֆոնդերում եւ սա մեր թանգարանի գիտ աշխատողների ամբողջ մի քանի տարվա ուրեմն պրպտումների ուսումնասիրությունների արդյունք։ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ գրքեր էր նվեր Չարենցի թանգարան, բոլորովին նոր հրատարակված գրքեր եւ հույս հայտնեց, որ գրադարանների մասին օրենքի ընդունումից հետո նաեւ նման ակցիաների շնորհիվ Ես վստահ եմ, որ մենք ունենանք լրիվ այլ վիճակ գրադարանային ոլորտում։ Պողոսյան մի հատ տալ է, բոլորին հայտնի է, որ յուրաքանչյուրի ստանը գրադարանում շատ գրքեր կան, որոնք մեզ պետք չեն։ Սիրված գրքերը մենք չենք բերի, նվիրենք ուրիշներին, չէ՞։ Տավախություն չունեք, որ այս ակցիայի շրջանակում 9 գրքեր եք շրջանառվեն, այսինքն նոր թարմ գրականություն։ Գիտեք, ես ամեն մեկի դիտակցության վրա ուզում եմ վստահել յուրաքանչյուրի, որովհետև ես էլ ամեն մեկս էլ կարող էինք ենթադրաբար իհարկե անպիտանի գիրքը բերենք, բայց ոչ թե անպիտանի, այլ քիչ օգտագործող, որտեղ ես անպիտանի գիրք չեմ կարծում, որ կա, բայց այնուամենայնիվ պատասխանատվություն ունենք, չէ՞, մեկս գիտենք ինչ օջախ ենք մտնում, ենթադրում ենք, որ օրինակ Չարենցի տուն թանգարան դու չես կարող այլ բան բերել, համերգասրահ չես տանի, որտեղ դու քան ազգանուն նկատում ես, հետո պետք է ամաչես ինչ որ մի քայլիդ համար ես կարծում եմ, որ չի լինի։